Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ եւ հետեւեք ընթացքին։ Այսօր լսելի է կանանց ձայնը, կանանց իրավունքների ձայնը, որովհետեւ առանցքային մի փաստաթուղթ ենք քննարկելու, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ կանանց իրավունքների պաշտպանության ու գենդերային հավասարության ապահովման հարցում Հայաստանում։ Հայաստանի գենդերային ռազմավարության 2025-ից 28 թվականներին ծրագրին ենք անդրադառնալու, որն օրերս է հաստատել մեր կառավարությունը։ Այդ ռազմավարությունն արդեն բնութագրվում է որպես առաջընթաց, սակայն միևնույն ժամանակ նաև ոչ բավարար, քանի դեռ այն ամբողջությամբ չի վերածվել կոնկրետ արդյունքների, եւ այսօր մանրամասներ կներկայացնի ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպության ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, որքան հասկանում եմ, վերջերս նաև տեղի ունեցավ ասուլիս այս թեմայով եւ ասուլիսի ժամանակ հատկապես դուք նշեցիք, որ շատ կարեւոր է, որ պետությունն ունենա հստակ օրակարգ գենդերային հավասարության վերաբերյալ, քանի որ ռազմավարությունը որպես փաստաթուղթ կարող է դառնալ նաև պահանջատիրության գործիք։ Այս պարագայում նաև պիտի շեշտենք, որ հենց ասուլիսի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Սոֆի Պոստանջյանն էլ ընդգծել է, որ ռազմավարությունն անհրաժեշտ է, սակայն ոչ բավարար։ Չպետք է մոռանանք, որ փոփոխությունը նաև քաղաքական կամք է պահանջում։ Մի քիչ կմանրամասնեք այս մասով, ինձ ոգևորում է այն հանգամանքը, որ զուտ փաստաթղթով չենք, այսպես ասած, ուրախանալու եւ ամեն ինչ մնա փաստաթղթի վրա, որովհետեւ մենք գիտենք, բազմաթիվ օրենքներ են գրվում, շատ գեղեցիկ են շարադրվում, բայց դրանք իրատեսականորեն չեն կարողանում աշխատել իրական կյանքում։ Շնորհակալ եմ հրավերի համար, իսկապես շատ կարևոր թեմա ենք այսօր քննարկելու եւ խոսելու, որը առնչվում է կանանց իրավունքներին եւ յուրաքանչյուր կնոջ, որն ապրում է Հայաստանի Հանրապետությունում, եւ այո, գենդերային հավասարության ռազմավարությունը հստակ մատնանշում է այն հիմնական ուղղությունները, որտեղ մենք ունենք խնդիրներ կանանց առաջխաղացման, կանանց եւ տղամարդկանց հավասարության, բայց այո, փաստաթուղթը բավարար չէ, իհարկե, եւ ինչպես դուք էլ նշեցիք, մենք կարող ենք մատնանշել շատ տարբեր ռազմավարություններ եւ օրենքներ, որոնք այո, կարծես թե արտացոլում են իրենց մեջ այն իրավիճակը, որ այսօր ունենք, բայց շատ կարևոր է, որ ռազմավարությունը նաև հասնի յուրաքանչյուր կնոջ եւ փոփոխություն բերի, ցանկալի փոփոխություն բերի կանանց, իր վերջնական արդյունքը լինի այն, որ ի վերջո մենք չունենանք այդ անհավասարությունն ու խտրականությունը, որ տեսնում ենք տարբեր ոլորտներում, քաղաքական դաշտում, աշխատաշուկայում, ընտանիքում, կրթական հաստատություններում, առողջապահական համակարգում, այսինքն չեն կարող ասել, որտեղ չունենք խնդիրներ, որովհետև տարբեր հետազոտություններ, այդ թվում նաև ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից իրականացված օքսիջեն հիմնադրամի աջակցությամբ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, մենք իրականացրեցինք բազմաթիվ տարբեր ոլորտներում հետազոտություններ, որոնք մատնանշում էին եւ վեր էին հանում հենց կրթական, աշխատանքային հարաբերություններում, բռնության ոլորտում, ծառայությունները հասանելիության ոլորտում կանանց տարբեր խմբերին հենց ընտանեկան եւ գենդերային բռնության մասով եւ ունենք խնդիրներ, արդեն չեն կարող ասել, որ այդ խնդիրները հորինված են կամ մտածածից են, մենք ունենք եւ արձանագրում ենք այդ խնդիրները եւ ռազմավարությունը մեկ քայլ է, որ դրանց հասցեագրենք, բայց այո, բավարար չէ, քանի դեռ դա իրագործված չի։ Ռազմավարությունը կարող ենք համարել սկիզբ։ Իհարկե, իրականում մենք ունեցել ենք այլ տարիների եւս ռազմավարություն եւ ռազմավարություններ եւ դրանից գործողությունների ծրագրեր, որոնք ունեցել են տարբեր կատարողականներ եւ բավականին ունեցել ենք տարիներ, որ եղել են կատարված, ունեցել ենք տարիներ, որ չեն եղել կատարված, գործողությունների մեծ մասը, բայց փաստացի մենք չունենք դեռևս այն իրավիճակը, որը կգոհացնի մեզ բոլորիս կանանց իրավունքների մասով։
Շատ լավ է, որ փաստաթուղթն արդեն կա, համարենք սա հիմք, բայց միևնույն ժամանակ նշում եք, որ դա բավարար չէ ու կան բազմաթիվ բոլոր ոլորտներում գրեթե ունենք այդ խնդիրը։ Նախ արդարության համար նշենք, որ միայն Հայաստանում չի այդ խնդիրը եւ շատ տարբեր երկրներում, հատկապես մահմեդական երկրներում ավելի սուր ու արկա են նմանատիպ խնդիրներ, բայց վերադառնանք մեզ մոտ։ Սա արդարության համար ուզեցի նշել։ Ես ուզում եմ խոսենք այն կարևոր կետերի մասին, որոնք փաստաթղթից դուրս են։ Այսինքն որոնք առանց այդ գործողությունների փաստաթուղթը ուղղակի չի կարողանա իրագործվել ամբողջությամբ, հիմնական փաստաթղթից դուրս ինչ խնդիրների առաջ ենք կանգնում մեր մտածողություն, մեր արժեհամակարգ, չգիտեմ, այս կարևոր մի քանի կետեր առանձնացնենք ու փորձենք հասկանալ ինչ լուծումներ կարող ենք տեսնել այս պարագայում։ Թերևս հիմքը, երբ խոսում ենք խտրականության մասին, իհարկե այն հայրիշխանական նորմերն են, այն գենդերային կարծրատիպերն են, որ մենք ունենք եւ իսկապես այդ ամեն ինչը գալիս է նախ եւ առաջ կրթությունից։ Քանի դեռ մենք ունենք այդ նորմերը, այսպես ասած, հա, որոնք հստակ տարբերակում են կանանց եւ աղջիկներին, մասնավորապես նորից եթե անդրադառնամ օքսիգենի հետ իրականացված ծրագրին մենք ինչ ենք տեսնում, հա, դասագրքերում, որ դեռևս շարունակում ենք պատկերել դասագրքերի ներսում կանանց ճաշ եփող, անգամ քարե դարի կնոջը, որ նա ճաշ է պատրաստում, կրակն է պահում, իսկ տղամարդուն ավելի որոշում կայացնող, ավելի արտաքին աշխարհի հետ փոխհարաբերվողը, հա։ Թվում է թե սա ինչ որ մի անմեղ նկար է, բայց ինքը ունի նաև շատ խորը արմատներ, որը ազդում է նաև դեռևս չձևավորված, հա, սոցիալականացման գործընթացում, ակտիվ գործընթացի մեջ գտնվող անձի վրա։ Ոնց եք պատկերացնում այդ նկարը օրինակ։ Մենք պատկերացնում ենք այդ նկարը, որ չեզոք կլինի, այսինքն մենք կունենանք թե կանանց եւ թե տղամարդկանց հավասար ներգրավվածություն թե տնային գործերում եւ թե ենթադրենք արտաքին աշխարհի հետ փոխհարաբերվելիս կամ երկու տղա երեխա շախմատ են խաղում դասագրքի ներսում մենք տեսնում ենք որ տղան ու աղջիկն են շախմատ խաղում, հա, սրանք պարզ ցուցադրում են թե ինչպես է արտահայտվում գենդերային կարծրատիպը։ Այստեղ ինձ թվում է լավագույն մոդելը ոչ թե որ կին տղամարդ անպայման նկարում ներկայացված տղային գործեր են անում, այլ առողջ միջավայրում ընտանիքի մոդել, որտեղ իրար հետ ճաշում են, զրուցում են, հա, բայց միասին էլ ճաշ են նաև վերքում, որովհետև չեն կարող նաև կենցաղը դնել մի կողմ, որովհետև հենց այդտեղ է, որ ամենաշատն ենք տեսնում, որ խնդիրներն են լինում։ Սա գալիս է ավելի հնուց, որովհետև կոնկրետ իմ սերնդի մեջ ես ինքս արդեն տեսնում եմ որոշակի փոփոխություն, եթե մեր ծնողների պարագայում տեսնում ենք, որ երեխային խնամելն ու մեծացնելը միայն մոր ուսերին էր դրված, ապա կոնկրետ մենք մեր ընտանիքներում նաև տեսնում ենք, որ մեր ամուսինները շատ հարցերում մեզ օգնում են։ Այստեղ արդյոք համամիտ չեք ինձ հետ, որ շատ կարևոր է բալանսը պահելը։ Այսինքն էլի կնոջ իրավունքները պաշտպանենք, բայց ոչ տղամարդկանց իրավունքների հաշվին։ Ես կարծում եմ չենք ասել հələ դրան, որ ինչ որ մեկի հաշվին նրանք պաշտպանում կանանց իրավունքները։ Նժարների վրա հավասար դնեմ, որ չստացվի։ Ես չեմ տեսնում այդ խնդիրը, որ տղամարդկանց իրավունքները պաշտպանված չեն, որովհետև մենք ունենք վիճակագրություն բռնության մասով, սպանությունների մասով, հենց բռնության արդյունքում, ընտանեկան բռնության արդյունքում մենք ունենք սեռական բնույթի հանցագործությունների վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ դեպքերի 95%-ից ավելին հենց կանանց նկատմամբ են տեղի ունենում։ Այսինքն չեն կարող մի կողմ դնել այդ վիճակագրությունը։ Հա, մենք տեսնում ենք, որ կնասպանության նախորդ տարի մեզ հայտնի 9 դեպք է եղել կնասպանության, ընտանեկան բռնության, այո, սեփական կինը զուգընկերոջ կամ ընտանիքի այլ տղամարդ անդամի կողմից սպանվել է Հայաստանում, եւ դրանք միայն հայտնի դեպքերն են, որոնք ԶԼՄ-ների կողմից լուսաբանվել են։ Այսինքն մենք գիտենք, որ կլինեն նաեւ շատ դեպքեր, որոնք չեն լուսաբանվի կամ այո, ինքնասպանության օրինակ հողի ներքո կարող են ներկայացվել, այո, մենք չգիտենք իրական ծավալը եւ առհասարակ նաեւ բռնության իրական թվերը չունենք։ Մենք վիճակագրում ենք այն թվերը, որոնք դիմում են իրավապահ մարմիններին եւ հասարակական կազմակերպություններին աջակցություն ստանալու, բայց մենք չգիտենք քանի կին է ապրում առհասարակ Հայաստանում եւ լռում է այդ մասին։ Այստեղ եւս մեկ կարեւոր բան եմ ուզում խոսենք, ինչպես է վերլուծենք, հա, իրավիճակը մենք գիտենք, որ բազմաթիվ կանայք քանի որ մեծացել են այն միջավայրում, որ
կնոջ տեղը խոհանոցն է եւ ամբողջ ուժն ու ուշադրությունը ընտանիքի անդամները դրել են տղա երեխայի վրա, որ կրթություն ստանա եւ այլն, ու աղջիկը ավելի շատ երկրորդ պլան է մղվել, որովհետեւ նրան պիտի ամուսնացնեն, ուղարկեն ամուսնուտուն, կոպիտ է հնչում, բայց իրողության մեջ իրականում նման դեպքերը քիչ չեն, ու այս պարագայում ստացվում է, որ աղջիկը չի հասցնում կայանալ եւ չի ունենում հնարավորություն ունենալ մասնագիտություն եւ ավելի ամուր լինել իր ոտքերի վրա։ Այստեղ գնում է արդեն հոգեբանական շատ ճնշումներ, հատկապես եթե Աստվածչյանի ընտանիքում էլ իր հանդեպ լավ չվերաբերվեն, բռնության է ենթարկվում անդադար, բայց վախենում է որևէ քայլ անելուց, վախենում է դուրս գալուց, որովհետեւ տան անդամները իրեն չեն ընդունի ու ինքը կհայտնվի անօգնական, իսկ ինքը ոչինչ անել չգիտի, բացի խոհանոցում եւ տան գործերից։ Այստեղ շատ լուրջ բանի առաջ է։ Միանշանակ իրականում առհասարակ կրթությունը, իրազեկվածությունը շատ կարևոր շարժիչ ուժ կարող են հանդիսանալ բռնության շղթան կոտրելու համար, հա, եթե կինը տեղեկացված լինի, որ կան աջակցող կազմակերպություններ, բայց նաև այո, պակաս կարևոր չի այն աջակցող շրջանակը, որ ինքը ունենա, եւ նաև այո, վստահ լինի, որ եթե դուրս գա այդ հարաբերություններից, կկարողանա տնտեսապես անկախ լինել։ Այս ամեն ինչը, ինչ դուք նկարագրեցիք, դա ստանդարտ են պատճառներն են, թե ինչու են կանայք շարունակում մնալ բռնարարների կողքին, հա, վախը, այո, վախը կորցնել երեխաներին, վախը կորցնել նաև այն տնտեսական կայունությունը, այսպես ասած։ Կամ երեխաներին ինչ պիտի տայինք։ Եվ այո, եւ նաև դա, եւ նաև դրան կգումարվի այն, որ իր սեփական ընտանիքն է երես թեքում իրենից, ասելով, որ գնացել ես, դե հարմարվի, իսկ ով բռնության չի ենթարկում, հա, այս մտածողությունը ցավոք սրտի այո մենք ունենք եւ տեսնում ենք այն իրավիճակը, որ որոշ ընտանիքներում դեռևս նախապատվությունը տրվում է, որ տղաները ստանան մասնագիտությունը, հաշվի առնելով, որ այո, տղամարդն է հետո ապահովելու իր ընտանիքը, իսկ աղջիկը ամուսնանալու է եւ երեխայի խնամքով զբաղվելու։ Եվ սա ցավոք սրտի նաև հեռու չի իրականությունից։ Չնայած մենք ունենք sense, այսպես ասած, գենդերային պարադոքս ասվածը, հա, որ բարձրագույն կրթություն ստանում են ավելի շատ աղջիկներ, բայց աշխատաշուկայում մենք տեսնում ենք, որ 25-ից 40 տարեկան կանայք են, որ դուրս են մնում աշխատաշուկայից։ Եվ սա այն տարիքն է, երբ կանայք ունենում են առաջին երեխային հիմնականում եւ արդեն ընկղմվում են ընտանեկան եւ խնամառության այդ հոգսերի մեջ։ Եւ հենց այստեղ է այդ պարադոքսը, որ փաստացի կանայք ավելի շատ ունեն բարձրագույն կրթություն, բայց աշխատաշուկայում տղամարդիկ ավելի շատ են։ Արդյոք դեռ այն կարծրատիպը գոյություն ունի, որ երբ իգական սերի ներկայացուցիչի աշխատողը մի տեսակ թերահավատորեն են մոտենում։ Մենք 23 թվականին իրականացրեցինք հետազոտություն սպասարկման ոլորտում կանանց նկատմամբ խտրականության դրսևորումներն էինք փորձում ուսումնասիրել եւ իրականում բավականին մտահոգիչ է պատկերը, որովհետև հենց սպասարկման ոլորտում տեսնում ենք, որ հարցազրույցի փուլից այո կա հստակ այդ տարանջատումը, հա, որ կինը դե ամուսնանալու է, գնալու է մայրության այդ արձակուրդից հապարտադիր օգտվելու, այսինքն մենք տեսնում ենք, որ այո նախապատվությունը դեռևս տրվում է տղամարդ աշխատողներին, թե ընդունելուց, թե ավելի կարիերայի աճի տեսանկյունից եւ նաեւ այո հետագայում ավելի վարձատրության եւ հնարավորություններ ընձեռելու տեսանկյունից։ Գործազրկության մակարդակով եթե դիտարկենք, արդյոք ավելի շատ կանայք չեն աշխատում, քան տղամ, այսինքն կանայք են։ Այո, կանայք են եւ հիմնականում դա 25-ից 40 տարեկան կանայք են, որոնք փաստացի ունեցել են երեխա, չեն աշխատել եւ այլևս մրցունակ չեն իրենք աշխատաշուկայում։ Ընկել, հա, կոպիտ ասած։ 25 տարեկան տղամարդը ինքը աշխատում է, ինքը չունի օրինակ 3 տարի տունը նստելու խնդիր եւ պատկերացրեք գնացինք հարցազրույցի։ Ես 3 տարի տանը նստել եմ, մի այլ տղամարդ չի նստել։ Այստեղ բնականաբար մրցույթին ավելի ընդունելի է տղամարդու տեխնացությունը։ Հա, թվում է, որ սա օբյեկտիվ պատճառ է, հա, բայց իրականում հենց տեղա որ խտրականությունն է։ Բայց դրական տեղաշարժեր մենք այդուհանդերձ տեսնում ենք։ Օրինակ, եթե թվերով նայենք, ապա ազգային ժողովում կանանց ներկայացվածությունը հասել է 36%-ի, մինչև 2020 թվականը այն եղել է ընդամենը 18-ից 23%։ Ներկայում ունենք նաև 4 կին նախարար, նաև առաջընթաց համայնքային կառավարման մակարդակում, որովհետև մենք տեսել ենք, որ կան արդեն համայնքապետեր, որոնք իգական սերի ներկայացուցիչներ են։ Բայց արդարության համար նշենք, որ դա քվոտավորման շնորհիվ
շնորհիվ, այսինքն պարտադիր պայման ադրվե, որ լինի կանայք, ինչը առհասարակ ճիշտ մոտեցում չի քվոտավորումը, բայց այո, ժամանակավոր միջոց է, որ կարողանան գոնե արձանագրենք եւ մենք վստահ չենք, որ վաղը քվոտավորումը չլինի, արդյոք մենք ունենանք, կշարունակենք ունենալ այս ցուցանիշը։ Ես կարծում եմ այո, որովհետեւ մենք այդուհանդերձ որքան էլ ասում ենք, որ մեզ սովորեցնում են խոհանոց եւ այլն, այդուհանդերձ հայկինը թույլ տվեք այսպես իրական կոմպլիմենտ անել, նախաձեռնող է, պրպտող է, ստեղծող է, արարող է եւ եթե ունեցել է հնարավորություն կրթություն ստանալ եւ ավելի արեստավարժ դառնալ մասնագիտության մեջ, ապա նա կարող է առաջ գնալ եւ սարեր շուրջ տալ։ Բայց նաեւ ուզում եմ նշել, որ կանայք առհասարակ տարբեր են, հա, մենք չենք կարող խոսել նույն ազգային ժողովում կամ մենք տեսնում ենք այո, ձեր նշած գուցե օրինակները շատ, բայց առհասարակ մենք ունենք շատ բազմազան բնակչություն։ Նա թվում է բոլորս նույն ազգի ներկայացուցիչն ենք, բայց եթե գնում ենք Հրազդան, եթե գնում ենք Ճամբարակ, եթե գնում ենք Վարդենիս, մենք տեսնում ենք այդ հստակ տարբերությունը, որքան դու հեռանում ես Երևանից, այնքան դու տեսնում ես այդ տարբերությունները եւ չեն կարող չխոսել նաեւ այդ կանանց մասին։ Ես ցույց անկեղծ ասեմ, նույնիսկ Երևանի տարբեր թաղամասերում այդ տարբերությունն ակնհայտ է, որովհետեւ ոմանք կարողացել են առաջ գնալ, փոխել որոշակի մտածողություն, ոմանք դեռ մնացել են այն մի քանի տարի առաջվա մտածողության մեջ եւ ցանկություն չունեն փոխվելու, այստեղ է խնդիրը։ Ինչ եք կարծում, մենք բազմաթիվ խնդիրներ մատնանշեցինք, որտեղ եք տեսնում լուծումներ, որքան արդյունավետ է լրատվամիջոցի ճիշտ աշխատանքը եւ որքան է ազդեցությունը լրատվամիջոցների կարծիք եւ արժեհամակարգ փոխելու կամ ձևավորելու առումով։ Միանշանակ սա երևի թե քննարկման մի առանձին թեմա է եւ առհասարակ ԶԼՄ-ների ազդեցությունը որպես սոցիալական գործակալների ահռելի է։ Մենք ցավոք սրտի արձանագրում ենք նաև այն հեռուստասերիալների եւ հաղորդումների բացասական ազդեցությունը, որ ունենք բռնության ռոմանտիզացման տեսանկյունից, հա։ Մենք տեսնում ենք գլխավոր հերոսը բռնանում է եւ ծեծում է հերոսուհուն, այնուհետև հերոսուհուց ինչ որ մի ժամանակ հետո ներողություն է խնդրում եւ դա ընդունվում է եւ հաշտվում են եւ այնուհետև բարձի ինչ է լինում, հա, այդ ընտանիքի կամ այդ զույգի հետ։ Մենք սա լուրջ մարտահրավեր է եւ ոչ միայն նորից Հայաստանում, ամբողջ աշխարհում, որ բռնությունը երբեք չպետք է ռոմանտիզացվի եւ նորմալիզացվի, այսինքն չասենք դե լավ, ոչինչ, ծեծեց, սպանեց, այս աղջկան, բայց սիրում է, հա։ Մենք շարունակում ենք ամրապնդել այդ սխալ կարծրատիպը, որ եթե ծեծում է, ուրեմն սիրում է, հա։ Եվ առհասարակ կարևոր է որ գնա նաև այն ուղղությամբ, որ ոչ բռնությունը չպետք է հանդուրժել, հա, եթե մի անգամ ծեծում է, լինելու է երկրորդը, երրորդը, այսինքն ընտանեկան բռնության առանձնահատկությունը ցավոք սրտի հենց դրանում է, որ ինքը ունի ցիկլային բնույթ եւ ինքը պարբերական է։ Հատկապես եթե ներվում է ու հեշտ։ Սա էլ է շատ կարևոր։ Չներվի էլ, իրական եթե անգամ ինչ որ հեշտ չներվի, միևնույն է, ինքը կրկնվելու է ինչ որ ժամանակահատված հետո։ Ես ձեզ ասում եմ իմ փորձը որպես մասնագետ, նաև ով 5 տարի աշխատել է հենց ընտանեկան բռնության եւ սեռական բռնության դեպքերով։ Այստեղ ուզում եմ նաև անդրադառնանք կանանց մտածողությանը, թե չէ շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք ներկայացնում մեզ։ Ինչ դիրքում ենք մենք, որքան ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա, մեզնից ինչ է գալիս, ինչ պիտի անենք ամեն մեկս, որպեսզի իրավիճակը որոշակի փոխենք։ Ես կարծում եմ, որ ամենաառաջինը դա չքննադատել այլ կանանց։ Այդ մի կարևոր եւ ցավոտ հարցն է, որ հատկապես երբ նայում ենք մամուլում ինչ որ մի հոդված մասսայական կանայք քննադատում են հենց այդ կնոջը, որ դե ինչ գործ ուներ, լավ է արել։ Միանգամից զոհը դառնում է մեղադրյալ։ Միանշանակ։ Ինձ թվում է նախ եւ առաջ շատ կարեւոր է, որ կանայք նաեւ դրանից իհարկե ես չեմ նշում որ տղամարդիկ նույն մեկնաբանությունները չեն անում, բայց ավելի շատ են կանայք։ Այո, ցավոք։ Իհարկե, եւ սա շատ կարեւոր մի ազդակ է, որ նաև ոչ մեկս ապահովագրված չենք բռնությունից։
մենք քիչ առաջ նաև քննարկում ենք տրանսպորտում, աշխատավայրում սեռական ոտնձգությունները տեղի են ունենում եւ դրա մասին ահազանգում են անանուն մարդիկ, բաց նշում են իրենց պատմությունները, հա, ոչ մեկս ապահովագրված չենք դրանից եւ դա պայմանավորված չի ոչ հագուստով, ոչ արտաքինով, ոչ շպարով եւ ոչ մի այլ հանգամանքով։ Դա պայմանավորված է հենց բռնարարով, այսինքն դա պետք է ֆիքսենք, որ բռնության մեջ մեղավորը միայն բռնարարն է եւ ոչ թե կինը։ Ես կարծում եմ սա եթե գոնե անենք ձեր հարցին հարադառնալով մեծ հաղթանակ։ Դուք իմ հաջորդ հարցը կանխեցիք, երբ անդրադարձաք կոմենտներին, ամենացավոտն է, որ իգական սեռի ներկայացուցիչներն են սկսում փնովել եւ մեղքեր գտնել զոհի կարգավիճակում գտնվող կնոջը, սա շատ ծանր երևույթ է եւ խոսում է հասարակության ոչ առողջ մտածելակերպի մասին։ Հենց կանանց կողմից է սպառակայում, հա։ Արդյոք մենք հույս ունենք եւ լիահույս ենք, որ եկող սերունդը, մեր երիտասարդները արդեն որոշակի մտածողությամբ, արժեհամակարգով մի քիչ այլ կլինեն եւ իրավիճակը ավելի կփոխվի դեպի դրականը։ Լիահույս ենք, իհարկե, հույսը միշտ կա, որ երիտասարդները ավելի նաև համացանցի հնարավորություններն են տալիս, ավելի քննադատող մոտենալ առհասարակ այն իրավիճակներին, որոնցում հայտնվում են, նաև ստանալու այդ զգայուն կրթությունը, հա, ես իսկապես լիահույս եմ։ Մի այսպես ասած իրավիճակ, որ կուզեմ կիսվեմ, եթե սրանից 10 տարի առաջ ծառայություններ ստանալու համար, այսինքն խոսում էին բռնության մասին 40-ից հետո, այսինքն կանեք բարձրաձայնում էին, որ ենթադրենք 15 տարի ես ենթարկվում եմ բռնության, որոշել եմ այլևս չենթարկվել, դուրս գալ այդ հարաբերություններից։ Այսօր մենք նկատում ենք ավելի երիտասարդացում, որ 30 տարեկաններն են սկսում խոսել, որ 5 տարի է ենթարկվում բռնության։ Այսինքն մենք սա նկատում ենք եւ արձանագրում ենք, որը անշուշտ շատ կարևոր մի հիմք է ասելու, որ այո, իրազեկումը նպաստում է դրան։ Մենք կարող ենք նաև նկատել եւս մեկ փոփոխություն, որ երիտասարդ աղջիկները պարտադիր նախ սկսել ենք նկատել եւս մեկ կարևոր բան, որ ամուսնությունները ավելի ուշ տարիքում են տեղի ունենում։ Եթե նախկինում դպրոցն ավարտելուց հետո ամուսնություններ տեղի ունեն շատ նորմալ էր, ապա հիմա այդպես չէ, եւ մենք տեսնում ենք բազմաթիվ աղջիկներ չեն վազում միանգամից ամուսնանալ, այլ փորձում են նախ եւ առաջ կայանալ։ Սա էլ չէ, կարող է իր հետ իրավիճակը փոխել եւ մենք տեսնում ենք ավելի ամուր կանանց։ Այո, միանշանակ, կարծում եմ, որ առհասարակ դա նաև իր դրական կողմերը ունի այն տեսանկյունից, որ նաև աջակցող ցանցն է ընդլայնվում այդ կնոջ, որ եթե վաղը նա ենթարկվի բռնության, իր կողքը կլինի մի ընկերուհի, ով կասի, որ գիտես նորմալ չի, որ քեզ ծեծում են, հա, դա ընդունելի չի եւ կարևոր է բարձրաձայնել սրա մասին եւ չասել դե լավ ոչինչ, մի հատ էլ ապտակում այն չա եղել իմ ամուսինն է։ Ոնց ինչ եղել։ Այս ինձ համար պարադոքսալ են այդ մտքերը իհարկե, ես երբեք միշտ եմ դեմ եղել բռնության ու կապ չունի ցանկացած բռնություն ի վերջո չմոռանանք եւս մեկ կարևոր հանգամանք, երբ բռնությունը տեղի ունենում ընտանիքում ու որևէ մեկը փորձում է կայանալ ավելի թույլի վրա, ապա չմոռանանք երեխաների գոյության մասին, որոնց հոգեբանության վրա անմիջական ազդեցություն են ունենում հենց ձեր բռնությունները։ Ուզում եմ վերադառնանք մեր ռազմավարությանը եւ հասկանանք, թե ինչպես է ռազմավարությունը պաշտպանելու առավել խոցելի խմբերին։ Օրինակ, մենք մարզերից խոսեցինք, որ այնտեղ վիճակը ավելի վատ է, օրինակ գյուղաբնակ կանանց, փոքրամասնություններին կամ հաշմանդամություն ունեցող անձանց, փորձենք դա էլ հասկանալ։ Ռազմավարության գործողությունների ծրագրում կան հստակ անելիքներ, որոնք հենց վերաբերում են այո կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, մասնավորապես գյուղաբնակ անձանց մասով ունեն գործողություններ, առողջապահական բլոկում ունենք ազատազրկման վայրերում գտնվող կանանց առողջական իրավունքների խթանմանն ուղղված գործողություն, հաշմանդամություն ունեցող կանանց մասով ունենք որոշակի էլի աշխատաշուկայում զբաղվածության ոլորտում մասնավորապես, նաև ունենք էլի հա առողջապահական բլոկում, այսինքն փորձում ենք այո ավելի նաև ներառական եւ ինտերսեկցիոնալ դարձնել այս ռազմավարությունը, բայց նորից եմ կրկնում, իհարկե շատ կարեւոր է դրա իրականացումը, որովհետեւ միայն
գրելով դերևս ոչինչի չեն կարող Մեր արժև ունենք բազմաթիվ փորձեր, որոնք հաջողության չեն մատնվում։ Եվ առհասարակ մեր իրականությունը ինչ հա հուշում, որ կարող է լավ գրած ունենանք, բայց երբ գնում ենք դրա իրականացումը արդեն դաշտ, օրինակ բժշկական հաստատություն, հա, այս խմբերը շարունակում են բախվել խտրականության։ Սա փաստ է, սա հիմք է եւ կարեւոր է սա արձանագրել։ Մի քանի փոքրիկ դրվագներով, հա, մի քանի կարևոր կետեր նշեք, դեպքեր նշեք իրական, որովհետեւ մենք գիտենք, որ առավել ազդեցիկ է լինում եւ ինֆորմացիան ավելի ճիշտ է տեղացնում, երբ կան հստակ օրինակներ։ Կարող եք մատնանշել մի քանի իրական դեպքեր, որոնք տարբեր ոլորտներում ձեր նշած խտրականության դրսևորումներ կլինեն։ Բռնություն, խտրականություն։ Մեր կազմակերպությունը այո, աշխատում է նաև հենց կանանց հետ, կարող ենք տարբեր այո դրսևորումներից խոսենք, եթե սկսենք աշխատաշուկայից, թերևս ամենատարածված խտրականության ձևերից է գենդերային հիմքով սեռական ոտնձգությունները, երբ դա վերբալ եւ ոչ վերբալ գործողությունների միջոցով հիմնականում հենց կանանց նկատմամբ տեղի են ունենում սեռական բնույթի անցանկալի պաշտոնը չարաշահելով, այո, եւ սովորաբար դա ավելի վերադաս պաշտոնում գտնվող անձի կողմից է լինում, անցանկալի սեռական բնույթի առաջարկներ են արվում եւ դա նաեւ մանիպուլյացիա եւ շանտաժի միջոցով, որ աշխատավարձդ չեմ տա։ Ես նշեմ մի դեպք, երբ գործատուն նշել էր կնոջը, որ մենք գնում ենք գործուղման եւ դու կմնաս իմ սենյակում, եթե ուզում ես, որ կրծեր պաշտոնից գնաս ավելի բարձր պաշտոնի։ Սենյակում, հա, բնականաբար կինը մերժել էր, որից հետո իրեն ասել էին, որ եթե դու ընդունվել ես որպես թարգմանիչ, դա ենթադրում է նաև որ դա պետք է անես, այսինքն հա, սեռական բնույթի նաև ծառայություններ մատուցես քո գործատուին, ինչից հետո կինը ուղակի դուրս էր եկել աշխատանքից, հա, եւ սա նաև մի տարածված պրակտիկա է ցավոք սրտի, որ այս դեպքերը չեն դիմում իրավապահ օրինակ տեսչական մարմնին ամաչելով եւ վախենալով, որ նորից կգնա մեղադրանքը հենց իրենց նկատմամբ։ Դե հասարակությունը սիրում է, չէ՞, քարտեզը։ Այո, առողջապահության ոլորտում թտրականության ձևերից է օրինակ գաղտնիության եւ մեկուսիության չպահպանելը, երբ կինը գնում է խորհրդատվության եւ մեկ սենյակում մի քանի անձածառայություններ ստանում, այլ բժիշկ եւ բուժքույր է օրինակ սենյակում, հա, թվում է թե ասում ենք սա տղամարդկանց էլ կարող է լինի, բայց սա հատկապես տարածված պրակտիկա կանանց կոնսուլտացիաներում։ Մենք չենք տեսնում տղամարդկանց վերաբերող օրինակ սրտաբանի մոտ, հա, մենք սա տեսնում հիմնական պետք է չէ որ կարող է բուժառուն պահանջել, որպեսզի մենակ միանշանակ, բայց բուժառուն ամաչում է, բուժառուն վախենում է, բուժառուն չգիտի իր իրավունքների մասին նաև։ Եվ նաև պետք է, այո, եւ նաև պետք է ապահովել այդ պայմանները, որոնք օրենքով են ամրագրված։ Հիմա դուք մի քանի բռնության դեպք ներկայացրեցիք, որ եթե հոդվածի տեսքով լիներ, ապա տակը բազմաթիվ կաներ կգրեին մեկնաբանություններ, միանշանակ ցավոք, բայց սա է մեր իրականությունը։ Մենք մատնանշեցինք բազմաթիվ խնդիրներ եւ եկանք նրան, որ շատ հարցերում, շատ դեպքերում այդ կարծրատիպերի մնայուն եւ ավելի ամուր լինելու հետևում կանգնած են ոչ միայն տղամարդիկ, այլև շատ դեպքերում կանայք։ Այս պարագայում ինչ տարբերակներ եք դուք տեսնում, արդյոք միայն իրազեկվածությունը բավարար է, թե այդուհանդերձ այստեղ մտածողության ու համակարգի լիարժեք փոփոխություն է պետք։ Միանշանակ ոնց որ մեկը մյուսից չեմ տարանջատի, որովհետև կրթությունը առհասարակ բերում է արժեհամակարգի եւ արժեքների, մարդկային արժեքների փոփոխության եւ այս տեսանկյունից այո շատ կարեւոր է կրթվելը եւ դա միայն մանկապարտեզ դպրոցը չսահմանենք, այլ ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց չէ որ հենց այդտեղից է հիմքը դրվում։ Միանշանակ, այո, այո։ Բազմաթիվ դեպքեր գիտենք, օրինակ տղան խփում է աղջկան, աղջիկը պատասխանում է տղային, ուսուցիչը ասում է աղջիկա պես ես խփում տղային, դու աղջիկ ես։ Բայց մենք չունենք նաեւ ինչի եմ ասում ոչ միայն այդ օղակներում, այլ նաև ավելի մեծ տարիքի մարդկանց, որովհետև մենք չունենք այդքան ժամանակ, որ ասենք նոր սերնդից սկսած ունենանք այդ փոփոխությունը։ Իսկ երբ կտեսնենք կա հստակ ժամանակացույց, կարող ենք արդեն ինչ որ չափ շտապում ենք իհարկե, բայց այդուհանդերձ մոտավորին ինչպես եք պատկերացնում, երբ կարող են ու արդյոք այս տարբերակով իսկապես կինը կարող է իրեն ավելի պաշտպանված զգալ։ Կդժվարանամ հստակ ժամկետներ ասել, բայց կարծում եմ
կրթությունը ինքը պետքա հասանելի լինի եւ պետքա սերմանի նաեւ այս արժեքները մեզ համար դպրոցը մանկապարտեզը չպետքա լինեն միայն գիտելիքի վայր, այլ նաեւ մարդ կերտելու, արժեքներ ձևավորելու եւ պատասխանատվություն նաեւ կրելու սուբյեկտներ ձևավորող օղակներ։ Եվ գուցե այդ պարագայում երեխաները ծնողներին սովորացնենք, որտեղ միշտ հակառակ էֆեկտը տեղի ունենում ու բավականին արդյունավետ է լինում։ Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար, կարևոր հարցեր էինք բարձրաձայնում։ Այստեղ շատ արդյոք ինձ հետ նաև համամիտ կլինեք, որ շատ կարևոր է ճիշտ ադապտացումը, որովհետև հաշվի առնելով ազգային առանձնահատկություններ, խառնվածքներ, մտածողություն, այդ փաստաթուղթը կամ այսպես ասած ամբողջական կկարողանա աշխատել, երբ ամբողջությամբ մեզ ադապտացված լինի ու որքան հնարավոր է ցավոտ չլինեն այդ փոփոխությունները, ծայրահեղությունների ծայրահեղություն չընկնենք, ինչը սիրում ենք անել, թե տեսնում ենք դասագրքում ինչ-որ փոփոխություն, միանգամից այն մեծ ծայրահեղության մեջ չգնանք, այլ փորձենք գտնել ոսկե միջինը։ Շնորհակալ եմ ձեզ, հիշեցնեմ սիրելի ռադիոլսողներ, զրուցակիցս էր ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպության ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։ Կարծում եմ այս զրույցից հետո յուրաքանչյուրս մենք բոլորս անկախ սեռից կփորձենք մտածել ու հասկանալ, թե ինչպես ենք ապրում եւ ինչպես ենք վարվում շրջապատող մարդկանց հետ, որpիսի կարողանանք որքան հնարավոր է ունենալ առողջ հասարակություն, առողջ միջավայր կյանքի որակը բարձրացնելու եւ երջանիկ ապրելու համար։ Մնացեք հանրայինի հետ։